Կինը կոմայից արթնացել է այն ժամանակ, երբ սկսել են նրա օրգանները հեռացնել մարմնից։ Ծանոթացեք Դանիելանը 34 տարեկան կին, ով վատ զգալով իրեն հայտնում է հիվանդանոցում, իսկ մի քանի օր շարունակ, ինչպես նաև շաբաթներ շարունակ գտնվում կոմայի մեջ։ Կոմայի մեջ գտնվելուց հետո բարեկամները ստորագրում են փաստաթուղթ, որով որ ամբողջ նրա օրգանները տալիս են դոնորներին, հանձնում են կազմակերպությանը, ով տարբեր դոնորների մեջ կբաշխեր աղջկա օրգանները։ Երբ որ սկսում են վիրահատությունը, այդ ժամանակ այդտեղ է գտնվում Դանիելայի երկու քույրերը, ինչպես նաև այն մարդը, ով որ կազմակերպում է եւ պատասխանատու է դոնորներին օրգան մատուցելու համար։ Դանիելան սկսում է լացել, բժիշկը ասում է, որ դա նորմալ է, դա դեռ ռեֆլեքս է, նյարդը եւ լրիվ նորմալ երևույթ է, սակայն մի որոշ ժամանակ անց աղջիկը սկսում է սեղմել իր քույրերի ձեռքը, որին աղջիկները ուշադրություն տալով բժշկին են դիմում, բժիշկը փորձում է տարբեր հետազոտություններ անել, որպեսզի պարզի արդյոք աղջիկը դեռ ողջ է թե ոչ։ Այս ամենին փորձում է խանգարել այն մարդը, որ պատասխանատու է օրգանների համար, դոնորների օրգանների համար, նա չի թողնում, որպեսզի բժիշկը շարունակի հետազոտությունները եւ պնդում է, որ գործը արագ պետք է հասվի ավարտի։ Սակայն բժիշկը չի լսում նրան եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջիկը դեռ ողջ է։ Վիրահատությունը կանգնեցնում են որոշակի զննությունների, ինչպես նաև բուժումներից հետո աղջիկը ողջ առողջ վերադառնում է տուն եւ դատական գործ սկսում ամբողջ ոչ թե հիվանդանոցի, այլ այն մարդկանց, որոնք որ դոնորների համար օրգաններ են տրամադրում։ Ըստ աղջկա նման դեպքերը շատ են եղել հիվանդանոցում, որը նաև հետաքննությունը պարզեց եւ միակ պատճառը այն է հանդիսանում, որ ուղղակի այն մարդիկ, որոնք զբաղվում են օրգանները մարդկանց նվիրաբերելով, ճակերտավոր նվիրաբերելով տարբեր մարդկանց, հիմնականում դրանք վաճառում են սև շուկայում կամ ուղղակի փորձում են արագացնել ընթացքը, որպեսզի նման դեպքեր չլինեն։